Պետական մակարդակով գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրակարգում չէ ցեղասպանության ճանաչման հարցը եւ առհասարակ այդ խնդիրը։ Մենք եկել ենք հարգադիտում կացել 18 թվականին ապահովի եւ քննեի հարցերը որքի ինֆորմացիան ստանալու ընթացքում Դուք դատապարտում եք պատերազմի միջև այս Դուք դատապարտում եք Թուրքիայի դրոջի այրումը։ Ցեղասպանության հետ կապված կա որևէ հարցական ցեղասպանության հետ կապված ձեզ համար կա։ Դե ասում եմ հարցականներ կան ձեզ համար ցեղասպանության հետ կապված։ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը։ Փոխհատուցում նաեւ տրամադրել։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելու գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տենում։ Եվ մենք որպես երկրապահի վարչության նախագահ այս տարիների ընթացքում դե բնականագիտեք Արցախյան պատերազմում մենք ինուղությամբ 4000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74,113 վիրավոր եւ 20 թվականից մինչեւ այսօր 7 ուղղությամբ պահում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի զավականի համտում։ Դա հատկացել է ճանաչման գործընթացին։ Թուրքիայի դրոշը այրելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովրդի նրանք դատապարտեցին այդ գործողությունը։ Ես այսօր իրավիճակից հասկանում եմ, որ դա ամեն ակցիա է, ոչ մարդկացիության, խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել, պարոն Միքայելյան։ Այդ իրանց քթին է, ես կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ դատում։ Նախորդի դուք չեք մասնակցել այդտեղ, կամ քննադատել եք նախորդ տարիներին։ Ընդհանրապես շրջաններով երկու տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի։ Չէ, դրոշ վառել։ Հարցը տալիս Դրոշ վառել միշտ եղել է եւ չեն դատապարտել։ Դա իրանց դատապարտել։ կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պիտի մենք իշխելուկ ենք, ես միշտ ասեմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ խաղաղության գործընթացը հակասում է սրան։ Խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջեր դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջները։ Մենք մեր գործընթացի մեջ ենք, որ պիտի ավարտին հասնենք հետագան ցույց կտա։ Այսինքն ձեր համար դատապարտение։ Այսպեսի կներ է, բայց այսինքն այսպեսի մի հայտարարություն համախմբած պիտի քելոք ունենք։ Որ այս իրավիճակից մենք դուրս գանք։